Բարելույս ժողովուրդ ջան։ Ուրեմն ես իրականում ուզում եմ դիմեմ մեր իշխանություններին տարածեն նման հայտարարություն եւ ուզում եմ դիմեմ մեր ամբողջ հայ ազգին, ամբողջ աշխարհի հայերին։ Ուրեմն մեզ ունենք անկախության օր, բայց ով է որոշել այդ անկախության օրը։ Դրա ինչն է եղել այդ անկախության օր, երբ երկրի ղեկավարը իրավունք է ունեցել մեր տարածքները օտարի, մեր, ասենք, Գազպրոմը օտարի, ատոմակայանը օտարի, այլ երկրի, դրա անկախությունը ո՞րն է։ Դա անկախություն չի եղել։ Ինստիտուտները, Մերգելյան, մի խոսքով գիտեք, չկրկնվենք շատ։ Դրա անկախությունը ո՞րն է եղել։ Եթե քո երկրից ինչ որ մասեր օտարը մեզ օտար երկրի, որպես նրան սեփականություն ես հանձնում, նույնիսկ այդ, ասենք, շենքը հանձնում ես, շինությունը հանձնում ես, հողը իրավունք չունես հանձնես։ Եթե հողը դու հանձնում ես, դա արդեն անկախություն չկա, ուրեմն դու անկախ չես։ Դա քեզ պարտադրում են։ Պարտադրել են Քոչարյանին գույք պարտքի դիմաց։ Հայաստանը հանձնել ինչ որ պարտքի դիմաց։ Ժողովուրդ ջան, ես հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Ես ուզում եմ այս հունիսի 7-ը մեր իշխանությունները հենց այսօր, այս վիդեոն էլ, այս ուղիղ եթերս տարածեք, օրինակ ես կցանկանայի, եթե ժողովուրդն էլ ցանկություն հայտնի, այս հունիսի 7-ը վերջին հազարամյակի կարելի է ասել Հայաստանի համար, իրական Հայաստանի համար իրական անկախության օր ասա։ Այս հունիսի 7-ին որոշվում է Հայաստանը լինելու է անկախ պետություն, թե ոչ։ Ուրեմն, եթե հունիսի 7-ին ժողովուրդը ընտրում է անկախության ճանապարհը, ես օրինակ կարող եմ ասել, որ իշխանությունները հենց հունիսի 7-ը 26 թվի հայտարարեն իրական Հայաստանի իրական անկախության օր։ Ժողովուրդ ջան, լավ միտք է, իրական միտք է։ Չկա, այ հիմա այսօր նայում եք, չէ՞, Մոսկվայից խեղդում են, կապ չունի, որ մեր քաղաքացին է, պետքա ձեր երկրում վարչապետ ընտրվի, ես իմ պատգամավոր ընտրվի, էլ ո՞րն է մեր անկախությունը։ Չկա, անկախություն դեռ գոյություն չունի։ Ես կրկնում եմ, այս հունիսի 7-ին որոշում է Հայաստանի անկախության, իրական Հայաստանի իրական անկախության օրը։ Սա ես շատ կցանկանամ, որ մեր իշխանությունները նույնանման մի, թող ավելի գրագետ ձևով, ես հասարակ լեզվով, հասարակ մարդ եմ, հասարակ լեզվով խոսում եմ, ցանկություն եմ հայտնում, հասարակ լեզվով, թող իշխանությունները գրական, ինչ-որ քաղաքական մտքերով, բանով, իրականում ասեն, որ այս օրը իրականում հայտարարվելու է Հայաստանի, իրական Հայաստանի անկախության օր։ Ես մտածում եմ, որ այս հունիսի 7-ը իրականում Հայաստանի պետության համար լինելու է սենց մի օր, որը որոշիչ է լինելու Հայաստանը որպես պետություն, լինելու է թե ոչ։ Այն նայեք, հասարակ օրինակ բերեմ, այսօր մեր վարչապետին մեղադրում են երկրորդ հայրենիքը հանձնել է եսիմ ում։ Թե այդ որ երկրորդ հայրենիքն է, այդ ում հայրենիքն է, այդ ով էր այդ հայրենիքը տվել Հայաստանի իշխանություններին, որ Հայաստանի իշխանությունները միայն կարան որոշում կայացնեն։ Հիմա
ժողովուրդ ջան, եթե մենք իրական անկախություն չունեցանք, մեր են երկրորդ հայրենիք կոչվածի նման Հայաստանն էլա վերացնելու են։ Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, այդպես էլ լինելու է։ Ուրեմն ինչու ոնց են վերացնելու։ Նրանք այնքան թույլ են, որ մեզ չեն կարա պահեն։ Նրանք Թուրքի առաջ չեն կարա սանձեն։ Մեզ տանելու են պատերազմների, այս մի բանի, այն մի բանի, երկու հատ գաուբից, մաուբից են տալու, իբր թե մեզ օգնում են ու մեզ հենց այդ ձևով վերացնելու են, ինչպես վերացրին Ղարաբաղը։ Այդ նույն ձև մեզ հետ են վարվելու, Հայաստանի հետ։ Կրկնում եմ, այս հունիսի 7-ը սա իրական անկախության ընտրության օր է։ Իրական։ Սա պետք է լինի իրական անկախության օր։ Ժողովուրդ ջան, ես տենց եմ մտածում, ես շատ եմ մտածել այս մասին։ Մենք անկախ չենք։ Ընդհանրապես ոչ մի ոլորտ Հայաստանում մի հատ ոլորտ ասեք, որ անկախ է։ Ոչ մի ոլորտ։ Բոլորը կախված են հենց այդ մեկ պետությունից։ Մեզ ամեն ինչ արգելում են ԵԱՏՄ օրենքներով, եսի մինչով, բայց իրենք ամեն ինչ անում են բոլորի հետ։ Մենք իրավունք չունենք իրանց արգելենք, որովհետև իրանք գերհզոր պետություն են։ Ոնց որ մի երկու օր առաջ Փաշինյանն ասեց, մենք հասկանում ենք, որ իրանք գերհզոր են, մենք նրանց հետ չենք կարա վիճենք, չենք կարա, բայց մեզ հետ տենց են վարում։ Ուրեմն մենք պետք է անկախանանք։ Թող դժվար ապրենք, ծանր ապրենք։ Աստե վախացնում են, որ արդեն մեզանից կարող է խլեն ամեն ինչ, հայերից ամեն ինչ, այս մի բան, այդպես բաներ են վախացնում։ Աստե արդեն ուժեղ շուխուրներ ա գնում, որ այս ամսի վերջին ընդհանրապես Հայաստանի հետ ամեն ինչը փակելու են, հայերին ասում են պատրաստվեք, այս մի բան, ստե որ թողեք փախնեք ստեից, այ սենց մթնոլորտ է արդեն ստե ստեղծված, հասկանում եք, ես խոսքի օրինակ ինչ եմ կորցնելու, իմ տուն տեղ ստեղծած ես ասենք 35-45 տարվա մեջ ինչ ստեղծել եմ կորցնեմ, ես թող Հայաստան ձեռք բերեմ, հասկանում եք, հո իմ ասենք իմ տան խաթուր, իմ մի հատ տան խաթր, որը ստե է, դրա համար հո չենք կորցրելու Հայաստանը, էդի սխալ բան կլի, Ղարաբաղցիներին, որ հեռացրին, թեկուզ եկել են Հայաստան, Հայաստանին են փնոհում, Հայաստանին են բանում, դե եթե Հայաստանը այդքան վատն է, ձեր ցավը տանեմ, ինչի էիք Հայաստան գալի, կգնայիք Իրան, կգնայիք ավելի հեռու, Իրաք, Էնյաները, ինչի էիք Հայաստան գալի, նույնն էլ Ռուսաստանի հայերին է սպասվում, եթե հանկարծ ինչ-որ բան եղավ, նրանք նակազատ են անելու հայ ազգին, Հայաստան պետության անկախության համար, Ռուսաստանի հայերը ուր են փախնելու, հա կարող է մի քանի տոկոս Եվրոպա, ով լավ փող ունեցող է, եւ մնացածն էլի խեղճ ու կրակի նման Հայաստան են գալու, դրա համար պետք է պայքարեք, բոլորդ էլ Հայաստանի համար, եւ վերջ, ուրիշ գաղտնիք չկա, հայ ժողովուրդ, նույնիսկ մեծահարուստներ, նույնիսկ միլիարդատերեր, 30 տարի Ռուսաստաններում միլիարդներ եք դիզում, Հայաստանի տեղը չգիտեիք, արդեն հայերեն խոսալը մոռացել եք, բայց չգիտես ինչու այսօր եկել եք Հայաստանում եք նստել։ Հո սաղազգը գիտի որտեղ եք եղել, հո պարտադիր չի, ասենք Ռուսաստանի ինվեդենտա, որ ձեզ գրանցում ունեք, իբրը չգիտենք հիմա էլ պետք է այտենց ինչ-որ թուղթան, որ իմանանք, ոչ չգիտենք, էս չենք, այ մարդ ենք տեսել ենք, աչկով ենք տեսել,
ականջներով ենք լսել, գիտենք, հոնես չի։ Մի խոսքով հայ ժողովուրդ, աշխարհի հայեր, բոլոր, եթե պայքարում եք, պայքարեք Հայաստանի համար։ Ես շատ ուժեղ զարմանք եմ ապրում, որ Եվրոպայից, Ամերիկայից հայերը այ մարդ Ռուսաստանի կողմնակից են, ես չեմ հասկանում այդ բանը։ Ես Ռուսաստանից ված բան չեմ ասում, գործել չունեմ Ռուսաստանի հետ։ Ես իմ Հայաստանի համար եմ պայքարում, վերջ ուրիշ ոչ մի բանի։ Խլելու են ինձանից, թող խլեն, ինձանից արդեն մի անգամ Ադրբեջանում մեր ունեցվածքը խլել են արդեն, մենք խամ չենք դրանից։ Քոչարյանը եկել է Հայաստան, ես եկել էի Հայաստան, որ Հայաստան ապրեմ, եկավ հարամությունը գցեց, ես նորից թողի եկա, նորից թողի եկա Ռուսաստան։ Զրոյից եկել եմ ստեղելի ամեն ինչ ստեղծել եմ։ Կուղարկեն կգամ, նորից կգամ Հայաստան, նորից կստեղծեմ, ամեն ինչ էլ զրոյից նորից կստեղծեմ։ Մարդ ենք, մենք հայ ենք, մենք որտե գնանք տուն ենք սարքելու։ Մենք պալատկա չենք դնելու, նրանց նման ապրենք։ Մենք տուն ենք սարքելու, որտե էլ գնանք, քարից, ամուր։ Մի խոսքով ժողովուրդ ջան, ես բոլորիդ կոչ եմ անում, մանավանդ ասենք Ռուսաստանի հայերին էլի, հայեր ջան, ձեր ցավը տանեմ։ Ինչ ճանաչողներ, որ ճանաչում եք, ինձ նույնիսկ ատում եք, որ ես Հայաստանի համար եմ պայքարում։ Ես ձեզ ուզում եմ ասեմ, որ սխալվում եք։ Դուք տեսնելով Ղարաբաղին, դուք լինելով Ադրբեջանի հայեր, Բաքվի, Կիրովաբադի, Դաշկեսանի, ես մի բանի, որ ձեզ ընդեղից վտարել են։ Դուք այդքանը տեսնելով հիմա այսօր նորից Հայաստանը չեք պատերժկա անում։ Դուք էլի պատերժկա եք անում այլ երկրին։ Ինչի համար, ձեր մի ստից տունը մունը փրկելու համար կամ ձեր մի կտոր հացը, ձեր մի կտոր աշխատանքը փրկելու համար, դա ճիշտ չի ժողովուրդ ջան։ Եթե մենք չունեցանք Հայաստանը, մենք ոչինչ չենք։ Մենք էսա ստետենում ենք էլի, ասենք այսօրինները, բանա, լիքը, նո եզդիների համար չեմ ասում, եզդիները հայրենիք ունեն Հայաստանը։ Ինչքան այսօրի կա բան կա, հետները զրույց ենք անում, հայերը լավ խոսում են, ոնց որ հայել են, բայց ասма չունենք, մեզ ոչ մի բան չունենք, ինչ անենք, ցիգան ենք, բոշա ենք։ Ժողովուրդ ջան, եթե մենք մեր պետությունը չունենանք, մեզ էլ են ցիգան ասելու, մեզ էլ են բոշա ասելու, հասկանում եք, բայց երբ որ մենք մեր պետությունը ընդեղ ունենանք, մեզ ոչ ոք չի կարա նման բան ասի, մենք ունենք մեր պետությունը, եւ վերջ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Այս ասի հունիսի 7-ը պետքա լինի Հայաստանի անկախության օրը, իրական Հայաստանի անկախության օրը, հունիսի 7-ը, 26 թվի հունիսի 7-ը, վերջ։ Լավ եղեք, մինչ երեկո ժողովուրդ ջան։